Շնորհակալություն հրավերի համար, նախաձեռնության համար եւ օրվա խորհուրդը հաշվի առնելով ես եւս կցանկանայի շնորհավորել բոլոր լրագրողներին։ Ես բարեմաղթում եմ ուժ եւ տոկունություն, որպեսզի ներկա մարտահրավերների պայմաններում դուք կարողանաք պահպանել մասնագիտական արժանապատվությունը եւ անկախությունը։ Վերջին ժամանակների իմ գործունեությունը թույլ տվեց մի նոր թեզ առաջ քաշել։ Ես կարծում եմ, որ լրագրողները եւ իրավապաշտպանները շատ ավելի պաշտպանված են ավտորիտար ռեժիմներում, քան ժողովրդավարական ռեժիմներում, որտեղ կա գրաքննության, պաշտպանության մեխանիզմներ եւ շատ հարցեր հենց քողարկվում են ժողովրդավարական համատեքստում եւ երբ մենք նաեւ խոսում ենք հիպոկրազիայի մասին, նշեմ, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում կարծես թե օրակարգերից դուրս են մնում հարցեր, որ բացած թեմաներ, որտեղ հուսադրող գործունեություն են ծավալում թե լրագրողները, թե իրավաբանները, քանի որ դրանց մասին խոսելը ուղղակի քաղաքական անհարմարավետություն է պատճառում բոլոր կողմերին եւ կարծում եմ, որ հատուկ պաշտպանության են արժանի հենց այս խնդիրներով զբաղվող լրագրողներն ու իրավապաշտպանները։ Հայաստանյան մարդու իրավունքների խնդիրներին զուգահեռ մենք պետք է արձանագրենք, որ խախտվում են հայերի իրավունքները նաեւ օտարերկրյա տարածքներում, բայց այս խնդիրներին երևի թե չանդրադառնանք, եթե դրանք մոտիվացված չլինեին հայերի էթնիկ պատկանելիությամբ կամ հենց քաղաքացիությամբ։ Այս պահին Ադրբեջանում պահվում են գերիներ, որոնց նկատմամբ խախտումները արդար դատաքննության, անձնական ազատության եւ այլն հենց պայմանավորված են էթնիկ հայ լինելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու եւ հակամարտող պետության հետ առնչություն ունենալու կամ խնդրի հետ առնչություն ունենալու հետ եւ արգելված պատանդային քաղաքականությունը, դիվանագիտությունը դարձել է լծակ, որը օգտագործվում է հենց այս խմբի դեմ եւ միջպետական հարթության մեջ այս անձանց պատանդ պահելով լրացուցիչ լծակներ են գործադրվում քաղաքական պահանջների բավարարում ակնկալելու համար։ Եթե անդրադառնանք զուտ թվակազմի եւ միջադեպերին, կան մարդիկ, որոնք պահվում են դեռևս 2020 թվականից, այստեղ կարող ենք արձանագրել, որ 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը թեև ուներ կարգավորում, կային հանձնառու կողմեր, խնդիրը շատ հստակ հասցեավորված էր, սակայն այս հանձնառությունը եւս խախտված է եւ մենք ունենք անձինք, որոնք պահվում են 2023 թվականից ի վեր, երբ դրան հաջորդող ժամանակահատվածներում նախագծվել են եւ նախաստորագրվել են փաստաթղթեր, որոնք արձանագրում են խաղաղության գոյությունը, բայց անգամ այդ հռչակված իրավիճակում մենք չունենք փոփոխություն եւ մարդասիրական խնդիրները, ինչպիսիք գերիների ազատ արձակումն է կամ անհայտ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումը դեռևս շարունակում են մնալ չհասցեավորված եւ մենք չենք դիտարկում համատեղ ջանքեր, որոնք կարող էին շատ արագ լուծումներ տալ այդ խնդիրներին։ Վերադարձի իրավունքը ռազմագերիների շատ ուժեղ կանոնակարգված է, ավելին դրա չկատարումը պատերազմական հանցագործություն է, բայց այս պարտականությունը չի իրացվում եւ փոխարենը մենք տեսանք, որ արհեստական իրավական հիմքեր են ստեղծվում կամայական ազատազրկումը արդարացնելու համար, այդ արհեստական հիմքերը դատավճիռներն էին, որոնք կայացվել
ստեղծվեցին 2026 թվականի փետրվարին, ընդ որում մենք երկու գործով ունեցանք դատավճիռներ, 15-ի դատավարությամբ եւ Ռուբեն Վարդանյանի եւ այս պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների առնչությամբ կան դատավճիռներ։ Մենք կարծում ենք, որ պատահականություն չէր նաեւ դատավճիռների հրապարակայնացման օրերի ընտրությունը, փետրվարյան հայտնի իրադարձություններին զուգահեռ դրանք հրապարակայնացվեցին եւ Ադրբեջանի քաղաքական գործիչներն էլ չխորշեցին ուղիղ կապեր ցուցադրելու այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության հետ եւ սեփական հասարակությանը սա մատուցեցին որպես նվեր այդ իրադարձությունները հիշելու համար եւ այս դատավճիռները թեև կան եւ նաեւ ըստ ադրբեջանական մամուլի մտել են ուժի մեջ, առ այսօր դրանք տրամադրված չեն ամբաստանյալներին եւ իրականացվում է կեղծ բեմականացված այսպես կոչված դատավարություն, բայց անգամ այդ երկրի իշխանությունները արդյունքը այդ դատավարությունների հրաժարվում են տրամադրել հասցեատերերին եւ կարծես թե չկան մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել այս տարական մարդկային իրավունքի իրացումը։ Մենք որոշակի հաջողություններ կարողացանք այս մի փոքր տեխնիկական խնդրում արձանագրել մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներգրավվածությամբ, քանի որ դատարանին տեղեկացրել էինք, որ նաեւ դատավճիռները չեն տրամադրվում, ինչը խոչընդոտում է նաեւ միջազգային բողոքարկման իրավունքի իրացմանը եւ ադրբեջանական կողմն էլ միջնորդություններ ներկայացրել, խնդրելով վերացնել պաշտպանիչ միջոցները բոլոր հայերի նկատմամբ։ Այս քննարկումների համատեքստում ապրիլին ընդունվեց նոր որոշում, որը վերահաստատեց, որ Բաքվում գտնվող բոլոր հայերի կյանքին եւ անձեռնմխելիությանը սպառնացող վտանգները, անմիջական իրական վտանգները շարունակական են, ուստի կիրառված միջոցները չեն կարող կորցնել իրենց ուժը եւ սահմանվեց հաշվետվության տրամադրման նոր վերջնաժամկետ, որը 2026 թվականի օգոստոսն է։ Մեզ համար կարևոր էր, որ դատարանը ուղղակիորեն պահանջեց, որպիսի դատարանին ադրբեջանական կողմը տրամադրի բոլոր դատավճիռները, սրա միջոցով մենք կարող ենք հասանելիություն ունենալ այդ շինծու դատավարությունների արդյունքում ծնված ձևական դատական ակտերին, ծանոթանալ դրանց բովանդակությանը եւ ավելի արդյունավետ կերպով մերժել, հերքել այդ դատավարությունները։ 19 հայերը գտնվում են լիարժեք մեկուսի անպաշտպան վիճակում, Կարմիր խաչի գործունեության դադարի մասին դեռևս 2025 թվականին էինք տեղեկացել, այս պահին Կարմիր խաչը պարբերական այցելություններ չի իրականացնում, մեկ ad hoc, մեկ անգամյա այցելություն համաձայնեցվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջ, Սուրբ Ծննդյան օրերի ընթացքում, սակայն սա մեկ անգամյա այցելություն էր, այն չունի պարբերականություն, այն չունի կանոնավորություն, պետք է նաև ջանքեր գործադրել, որպեսզի այս թեկուզ մեկ անգամյա այցելությունները շարունակական լինեն, ոչ իհարկե շատ հաճախ դրանք հնարավոր չէ ապահովել, բայց գոնե տարեկան 1 կամ 2 այցելությունը կարող է էական նշանակություն ունենալ։ Հայերը նաև նշեմ, որ չեն օգտվում ընտանիքի անդամների այցելության իրավունքից, այս խնդիրը հենց վերջերս նաև հեռախոսազանգի միջոցով բարձրաձայնեց Ռուբեն Վարդանյանը, ըստ էության կան ընտանիքի անդամներ, որոնք թեև սպառնալիքների եւ անվտանգային խնդիրների, սակայն պատրաստ են մեկնել Բաքու եւ օգտվել իրենց ընտանիքի անդամներին փակ հաստատություններում տեսակցելու հնարավորությունից, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում սա անհնար է կազմակերպել առանց պետական մակարդակում երկխոսության եւ երաշխիքների, առնվազն պետք է ներգրավեն պետական մարմիններ, որոնք կապահովեն
վիզաների խնդիրը, ինչպես նաև սահմանահատումը, եւ եթե չլինի այս պետական աջակցությունը, ինքնուրույն միջոցներով ընտանիքի անդամները չեն կարող ֆիզիկապես գտնվել Բաքվում։ Այս խնդիրը նաև հրապարակային է բարձրաձայնված, մենք չունենք դեռևս դրական լուծում, նաև զուգահեռներ ենք անցկացնում քաղաքասարակության ներկայացուցիչների այցելության հետ, սա ցուցադրելով որպես դրական օրինակ, երբ պետական մակարդակում երկխոսությունը հնարավոր է համարել փոխադարձ այցելությունները եւ կարծում ենք, որ այս մոդելը պետք է գործարկվի նաև ընտանիքների իրավունքների իրացումը ապահովելու համար, արձագանք չկա, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ մեզ համար շատ կարեւոր է տեսնել հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունների արձագանքը։ Մյուս խնդիրը, որ անկախ փաստաբանների հասանելիությունը եւս սահմանափակված է, որևէ օտարերկրյա փաստաբան հնարավորություն չի ունեցել առ այսօր որևէ կապի միջոցով իր գործը քննարկել Բաքվում պահվող պատանների հետ։ Նրանք եւս զրկված են եղել այցելություն ունենալու հնարավորությունից, բայց ժամանակակից աշխարհում, երբ կան նաև հեռավար կապի ապահովման միջոցներ, անգամ այդ միջոցներով հնարավորություն չեն տվել շփվել անկախ փաստաբանների հետ։ Եվ մեծագույն խնդիրը բացը, որը մենք տեսնում ենք եւ կարծում եմ պետք է շարունակական բարձրաձայնենք, դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին ըստ էության միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատությունում, ընդ որում մի պետություն, որտեղ ձևավորվել է հայացություն, խտրականության պետական քաղաքականություն, չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Սա ոչ թե մի ինստիտուտ է, որը ենթադրում է բանակցություն, պայմանավորվածություն, այլ Հայաստանի Հանրապետության համար երաշխավորված իրավունք է տեսակցել իր քաղաքացիներին եւ տեսակցության շրջանակում տրամադրել հյուպատոսական աջակցություն։ Օրինակ, եթե այդ այցելությունների ընթացքում պարզվում է, որ օտարերկրյա պետությունը խախտում է փաստաբան ունենալու իրավունքը կամ օտարերկրյա պետությունը չի տրամադրում դատավճիռը խախտելով բողոքարկման իրավունքը կամ կան վնասվածքներ եւ չեն ապահովում անկախ բուժզնություն անցկացնելու հնարավորությունը, ապա հյուպատոսական այցելություն իրականացրած անձնակազմը հնարավորություն ունի դիվանագիտական խողովակներով բարձրաձայնել խնդիրը եւ հասնել այդ խնդիրների լուծման։ Հիմա առ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի հրաժարվում է տեսակցել Բաքվում պահվող պատաններին այնպիսի իրողության պայմաններում, երբ նրանք զրկված են անկախ վերահսկողական մեխանիզմներից եւ չկա որևէ միջազգային չեզոք կազմակերպություն, որը կարողանա այդպիսի մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ պատաններին։ Սկզբնական շրջանում անգամ թեզեր էին քաշվում, որ այս իրավունքը իրացվելի չէ, քանի որ այնտեղ գտնվող բոլոր հայերը չեն, որ դասական առումով հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այստեղ տարանջատում էր մտցվում Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության քաղաքացիության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության միջև, բայց փաստերի մակարդակով արձանագրենք, որ եթե որոշ անձանց մասով մենք նման զրույցներ կարող ենք ունենալ եւ այսպես կոչված վիճելի իրավական հարցադրումներ կարող են լինել, ապա կան դեպքեր, երբ գերիները եղել են միմիայն ՀՀ քաղաքացիներ, մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, երբեք Արցախի Հանրապետության քաղաքացիություն չեն ունեցել։ Օրինակ, Լյուդվիգ Մկրտչյանը, որը այս պահին էլ գտնվում է Ադրբեջանում, ով հանդիսանում է մեր վստահորդը, բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ չկա երկրորդ կարծիք, որ նա կարող է լինել Արցախի
Արցախի Հանրապետության քաղաքացի, դրա համար Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսակցել։ Այսինքն նման քննարկումներով փորձեր էր արվում արդարացնել այս իրավունքի չիրականացումը Հայաստանի Հանրապետության կողմից, բայց նշեմ, որ այն մանիպուլյատիվ է եւ իրական կամքի եւ ցանկության պարագայում մենք ունենք միմիայն ՀՀ քաղաքացիներ, որոնց տեսակցելու առումով չեն կարող որևէ վեճեր ծագել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նշեմ, որ սա իրավունք է, սա պատկանում է Հայաստանի Հանրապետությանը եւ այս իրավունքը կարող է իրացնել միայն Հայաստանի Հանրապետությունը սուվերեն որոշումներ կայացնելու միջոցով եւ այս իրավունքը կարելի է իրացնել ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված, օրինակ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետությունը իր այս իրավունքը միջնորդավորված կարող է իրականացնել Բաքվում, Ադրբեջանում հավատարմագրված այլ պետության հյուպատոսական ծառայությունների միջոցով։ Ընդ որում ես եւ իմ գործընկերները նաեւ մասնագիտական լսարաններում ներկայացրել ենք միջազգային փորձը, թե որ երկրները ինչպիսի կոնֆլիկտի պայմաններում կարողացել են այս իրավունքը ապահովել իրենց քաղաքացիների միջոցով այլ չեզոք երկրների ներգրավվածությամբ, որպես այդպիսին մենք ընկալել ենք Շվեյցարիայի համադաշնությանը, Սկանդինավյան երկրներին, ավելին դիմել ենք պաշտոնապես, ստացել ենք դրական պատասխան, որ նրանք պատրաստ են հանձնառել այս այցելությունները պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը օգտվի իր սուվերեն իրավունքից։ Առ այսօր մենք չենք տեսնում, որ այս իրավունքը իրացված է եւ որպես ՀՀ քաղաքացի նաեւ չունենք բացատրություն, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չպետք է ցանկանա տեսակցել խիստ խոցելի վիճակում գտնվող իր քաղաքացուն եւ քաղաքացի պետության հարթության մեջ ինչպիսի լեգիտիմ իրավաչափ պատճառաբանություններ կարելի է ներկայացնել։ Չչարաշահելով ժամանակը ուղղակի նշեմ, որ պետությունը հասկանալի է, որ 26 թվականի փետրվարյան դատավճիռների առնչությամբ չի իրականացնելու որևէ միջազգային գործընթաց, որը կկարողանար միջազգայինորեն ապալեգիտիմացնել, չեզոքացնել ադրբեջանական դատավարությունների իրավաքաղաքական հետևանքները, սակայն դրականն այն է, որ ընտանիքները պատրաստ են կրել այս բեռը, պատասխանատվությունը եւ թեև Բաքվում կան խոցելի վիճակում գտնվող ազգականներ, ընտանիքի անդամներ, նրանք հետամուտ են լինելու նաեւ իրավական պայքարի ուղուն։ Շնորհակալ եմ։